պատմությունը մի ցածրահասակ փոքրիկ տղայի մասին է։ Ցիկ է ու շատ խելացի։ Բացի դրանից շատ սիրալի է եւ իհարկե շատ նրբագեղ։ Է ցանկանում նվիրել իր մայրիկին նրա պես բարձրահասակ, նրա սրտի չափ մեծ, քնքշանքի պես կլորիկ ու երջանկաբեր, խավարը լուսավորող մի պայծառ նվեր։ Եթե ինձ բարձրացնես քո ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ քեզ կտամ։ Հայրիկն ասում է, լավ, բայց միևնույն է, նա չափազանց ցածրահասակ է։ Փոքրիկ տղան խնդրում է իր զմենվող կողքին և հայրիկը բարձրացնում է նրա ուսերին։ Բայց միևնույն է, Պետրոսիկը չափազանց ցածրահասակ։ Եթե մեզ բարձրացնեք ձեր ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ ձեզ կտամ։ Հարևանները իրար հաջորդելով բարձրանում են միմյանց ուսերին։ Տղան հյուրուներից կանչում է մարդկանց։ Եթե մեզ բարձրացնեք ձեր ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ ձեզ կտամ։ Հեռվից եկած մարդիկ կանգնում են ներքև մենավերևում։ Բայց բարձունքից Պետրոսիկը տեսնում է, որ ներքևում շատ մարդ կա, և եթե ինքը նույնիսկ հասնի կլոր լուսնին, ուստի որոշում է ճանապարհ ընկնել, միգուցե գտնի այնպիսի մեկին, որն իրեն մի սանդուղք կտա կամ կարդաձոր։ Օգնածությունից ոտքերը մի քիչ ցածր էին։ Իր հայրիկին, զարմիկներին, իր բոլոր հարևաններին և հեռվից եկած մարդկանց ունի։ Մայրիկին պետք է նվիրել լուսինը։ Ինչ էր ցանկանում իր մայրիկին նվիրել։ Լուսին։ Եվ ում օգնության սկզբից հայրիկի, զարմիկի։ Այդ ժամանակ չհասա, չէ, նա չի ուզում որ մաման նվիրել, որ մաման շատ ուրախանար։ Չէ, պտտվեց, գտա սանդուղքը, չէ, ինձ ինչ արեց։ Էլի քայլեց, հետո նույն փորձացավ հասա։ Ահա, որովհետև նա մեծացել է, չէ, որևէտև մայրիկը մեկն է, չէ, ու ամենասիրուն է իր համար։ Իրոք մտնում են, որ նկարվեն շուրջը